Կրծքի սեղմումը տեղափոխում եմ դարձածալի գծի տակ, որպեսզի ավելի պատկերավոր տեսնեք ամբողջ գործողությունները, ես շաբլոնից անցկացնում եմ բոլոր գծերը, նշելով բոլոր նշակետերը։ Գծում եմ շալանման օձիքը, միանգամից մեջքի լեկալից գծում եմ վզի փորվածքը եւ նշում մոտավորապես 8 սանտիմետր բարձրություն։ Մեջքի միջին գծում պետք է կառուցենք ուղիղ անկյուններ։ Հագուստը երկլանջանի է, նշեցի 8 սանտիմետր, մեջտեղի գիծը ձևավորեցի կոր գծով։ Հիմա ձևավորում եմ կրծքի սեղմոնը դեպի դարձածալի գիծ, դարձածալը դա լացկանն է։ Գծի ուղղությունը կարող է լինել թեք դեպի գոտկատեղի կենտրոն։ Կատարեցի կրծքի սեղմոնի տեղափոխություն դեպի վզի հիմքի կետ։ Կարճացնում ենք կրծքի սեղմոնը, գագաթը մոտավորապես հավասար է թևատակի առաջնային անկյանը։ Հավասարացնում ենք սեղմոնի երկու կողմերը, հանում ենք ավելորդ հատվածը վերևից։ LXL չափերի դեպքում կրծքի սեղմոնը խորն է շատ, կարող ենք խորությունը փոքրացնել, խորության մի մասը տալիս ենք դեպի թևի փորված։ Սա տարբերակներից մեկն է։